Հարգելի ֆուտբոլասերներ, նորից վերադառնում ենք, միասին հետևենք ԱՄՖ Cup մրցաշարի երրորդ տուրի խաղային առաջին օրվա վերջին հանդիպմանը, որտեղ ուժերն են չափում Մադրիդի Ռեալը եւ Սելտիկը։ Երկու հետաքրքիր թիմեր, որոնք երկրորդ տուրում իրենց խաղով լավ տպավորություն թողեցին։ Խաղային առումով առաջին հերթին, որպես կանոն ես չեմ խոսում ավելի շատ արդյունքներից, միշտ խաղից երկու հետաքրքիր թիմեր այսօր բախվել են միմյանց, փորձելու են անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանան երրորդ տուրի իրենց հանդիպումը ավարտել հաղթանակով եւ դատելով նրանից, թե ինչ խաղ ենք տեսել այս երկու թիմերից, կարող եմ վստահաբար ասել, որ տեսնելու ենք այսօր շատ հետաքրքիր ֆուտբոլ, շատ գեղեցիկ ֆուտբոլ, որովհետեւ երկու թիմերն էլ ավելի շատ դավանում են տեխնիկապես հագեցած ֆուտբոլին։ Ունեն շատ լավ ֆուտբոլիստներ, կատարող ֆուտբոլիստներ, հետևաբար այո, պիտի սպասենք շատ հետաքրքիր խաղի, հուսանք նաև դրա հետ մեկտեղ կլինի գոլառատ, քանի որ այսպիսի խաղերը զարդարում են հենց գոլերը եւ ավելի հաճելի է տեսնել այդպիսի ֆուտբոլ։ Հիմա Ռեալի ֆուտբոլիստները իրացնում են անկյունային հարված վտանգավոր էր Սելտիկի դարպասի մոտ, փակ էր տեսադաշտը Վրեժ Գրիգորյանի Սելտիկի դարպասապահի, բայց կարողացավ վերջին պահին տեսնել գնդակը, վերցնել ու թույլ տալ իր խաղընկերներին գրոհի անցնել առայժմ ձախ եզրով։ Պաշտպանությունն ազատ է։ Խաղում են հենց պաշտպանությունով Սելտիկի ֆուտբոլիստները դեպի կենտրոն։ Լավ փոխանցում էր ստացվել։ Այքար դաշտի կենտրոնում Սելտիկը պահեց գնդակը իր մոտ։ Եվ կանոնների խախտում։ Արձանագրում է հանդիպման մրցավարը, մրցավարի կարծիքով Արտաշես Թովմասյանը խախտել է կանոններն ու հիմա Սելտիկը պատրաստվում է իրացնել տուգանային հարված, գնդակի մոտ թիմի ավագ Նորայր Հովսեփյանն է։ Դիրքը հեռու է, բայց կարելի է հարվածել, հիմա փողեց Թովմասյանը գնդակը։ Աղենկերոջը հետևենք։ Հարված ուղիղ դեպի պատկազմած ֆուտբոլիստները, երկրորդ հարվածը եւս եւ Ռեալի կազմում այս առումով հաջողակ էր։ Թիմի ավագը եւս մեկ խախտում այստեղ կանոնների խախտում է նշանակված։ Երկու դեպքում էլ այս իրավիճակում Ռեալին օգնության ասավ Դավիթ Թմոյան, այսօր կարծես թե նա է թիմի ավագը։ Այո, ես մի պահ նշեցի Արտաշես Թովմասյանին, բայց հետո նկատեցի, որ ավագի թեւ կապը այսօր կրում է Դավիթ Թմոյանը։ Հիմա Ռեալը կիրացնի տուգանային հարվածի իրավունք։ Կիրացնի տուգանային հարված ստացել է դրա իրավունքը։ Ուշադրությամբ հետևենք։ Դմիտրի Լուկյանչիկն է գնդակի մոտ։ Վասուլիչը։ Շադրություն, հարված շատ ուժեղ հարված էր Լուկյանչիկի կատարմամբ եւ պատկազմած ֆուտբոլիստներին դիպավ գնդակը։ Եզրային նետումը Ռեալի ֆուտբոլիստներին է։ Պողոսյանը իրացրեց նետումը, անցավ գնդակը եզրից, այժմ արդեն Սելտիկի խաղացողները լինեն գնդակով։ Անցում պաշտպանություն, բարձից հեռացնում էին Սելտիկի ֆուտբոլիստները, Թմոյան։ Պահեց գնդակն իր մոտ Թմոյանը, լավ փոխանցում էր հետևում Լուկյանչիկի ուղղությամբ, Սելտիկի խաղացողները վերցրել են գնդակը, բայց չեն կարողանում առայժմ այստեղից դուրս գալ։ Հիմա գուցե ստացվի, երկար փոխանցում ձախ եզր, լավ փոխանցում է ստացվում։ Խաղընկերոջ ուղղությամբ մի փոքր շատ թողեց գնդակը եզրից։ Մախեչոյանը եւ Ռեալի ֆուտբոլիստները կատարում են եզրային նետում։ Թովմասյանը հաջող պայքարեց։ Սխալում են գնդակը Ռեալի խաղացողները։ Ձախ եզրում են Լուկյանչիկ դեպի ետ։ Ալխարաջյան, կենտրոն, Թմոյան հետևում է հարված։ Եվ Դավիթ Թմոյանի հարվածը բարձր էր։
Celtic-ի ֆուտբոլիստները կիրացնեն ազատ հարված սեփական դարպասից։ Գրիգորյան երկար փոխանցում առաջ։ Գնդակը Խեչոյանի մոտ, բայց խլեցին։ Շեկոյանը հաջող գործեց, հետաքրքիր պայքարեր հիմա Միկրոմենամարտ։ Լուկյանչիկն է պայքարում գնդակի համար, վերջին պահին կարողացավ վրեժ Գրիգորյանը հասնել գնդակին, թույլ չտալով ցի մրցակիցը գրավի դարպասը։ Շեկոյան Թմոյանն է ստացել գնդակը, հիմա կարող է Celtic-ի համար հաջող ստացվել, եթե անցներ այս փոխանցումը։ Լավ էր նկատել Դավիթ Մուսախանյանը ձախ եզրում խաղանկերոջը, բայց չանցավ փոխանցումը, դիրքը հարվածային էր եւ Արման Մարգարյանի հարվածը հիմա վտանգավոր էր, հասցրեց պաշտպանը վերջին պահին հանել գնդակը։ Այն են իրացնում Celtic-ի ֆուտբոլիստները։ Կարելի է իրացնել ցածրից, դիրքը հարվածային է, հետևում է հարված եւ տեղում է Ռեալի դարպասապահը Սևակ Գալստյանը, սկալվում են Ռեալի ֆուտբոլիստները, Celtic-ը Չին րոպեներին չի հեռանում մրցակցի կիսադաշտից, Թմոյան, Ռեալը կփորձի անցնել գրոհի Լուկյանչիկ, լավ էր մտածել, Լուկյանչիկը լավ նետում էր աչից Թովմասյանին, բայց չանցավ այդ փոխանցումը եւ հիմա մրցավարը թույլ է տալիս փոփոխություն կատարել թիմերի կազմերում։ Կարելի է իրացնել նետումը, իսկ մեզ մոտ ընթացքի մեջ արդեն 8-րդ րոպեն։ Հիշեցնեմ, հետևում ենք ԱՄՖ քափ մրցաշարի 3-րդ տուրի խաղային առաջին օրվա 3-րդ հանդիպմանը, լավ հնարավորություն կար, եթե Մարկը ինչու այսպես շտապեց, համոզված եմ շտապեց Արման Մարգարյանը, քանի որ դարպասապահ առաջին հարվածը ետ էր մղել, դեռևս խոտածածկին էր եւ ուղղակի կարելի էր գլորել գնդակը, ոչ թե փորձել նետել դարպասապահի վրայով, այլ գլորել ու կարելի էր հասնել հաջողության։ Այն օրվա 3-րդ հանդիպումն է, Մադրիդի Ռեալը խաղում է Celtic-ի հետ, առայժմ 0-0 մեզ մոտ։ Այցին գնդակը խաղի մեջ Ռեալի ֆուտբոլիստները, բայց հանձնեցին Celtic-ին։ Հետաքրքիր խաղ է ընդհանուր առմամբ։ Այո, հետաքրքիր խաղ է։ Հետաքրքիր է հետևել։ Ճիշտ է դեռ առանց դարպասի գրավման է, բայց ամենայն դեպս թիմերը հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում, չստացվեց նորից հարվածը։ Celtic-ը ավելի շատ այսպես Չևի գծում թողնում է մեկ ֆուտբոլիստի, երբեմն երկուսի, եւ հետևում է պաշտպանությունից փոխանցում։ Որում հետաքրքիր է, որ չեմ ասի միշտ, բայց բարբերաբար այդ փոխանցումները անցնում են դեպի մրցակցի թիկունք, այլ հարց է, որ այնտեղ հայտնված ֆուտբոլիստներից դեռևս չեն կարողանում արդյունավետ հարվածով ավարտել այդ փոխանցումները։ Խաղարկված է հիմա գնդակը։ Ազատ հարված է Celtic-ի ֆուտբոլիստների կողմից։ Թմոյան, Լուկյանչիկին էր նկատել, Թմոյանը չանցավ, վախվեցին միմյանց, հիմա Ռեալի ֆուտբոլիստները հանձնում են գնդակը մրցակցին եւ նորից տեղում է Սևակ Գալստյանը, Ռեալի դարպասապահը։ Իսկ Celtic-ը կորցնում է եւս մեկ լավ հնարավորություն։ Անկյունային, քանի որ անդրադարձ կար Celtic-ի խաղացողից։ Երկու թիմերն էլ ունեն հնարավորություններ, ստեղծում են վտանգավոր պահեր։ Բայց դեռ արդյունավետ հարված չկա, 10-րդ րոպեն է ընթացքի մեջ։ Գծի վրայից ցույց է տալիս մրցավարը, պետք է իրացվի անկյունայինը։ Ասուլիչը փոխանցում բարձրից, հարված հետևեց, բայց վտանգավոր ոչինչ չկա Celtic-ի համար ու
Վրեժ Գրիգորյանը հիմա կիրասնի ազատ հարված։ Հարկեցին ազատ հարվածը Սելտիկի խաղացողները, կրկին արջևի գծում հերթապահում են երկու ֆուտբոլիստներ։ Փորձում են նրանց ուղղությամբ հասցնել գնդակը, կանոնների խախտում չկա։ Մարգարյան արջից միացնում է խաղանկերոջ Մարգարյանը, փոխանցումը չանցավ պայքար գնդակի համար եւ գնդակով կմնա Սելտիկը, բայց եզրային նետում կիրացնեն։ Սպասենք եզրային նետմանը։ Դեպի առաջ հետևեց նույնիսկ հարված, սարվածային դիրքում էր Սելտիկի ավագը Նորայր Հովսեփյանը։ Բացր փոխանցումը, բայց ամեն դեպքում հասավ Հովսեփյանը գնդակին, սակայն այդ դիրքից դիպուկ հարվածել հնարավոր չէր։ Ռեալի խաղացողներն են գնդակով իրենց կիսադաշտում, փոխանցում ետ Շեկոյան։ Ված չէր մտածված այս փոխանցումը Լևոն Թոփալ-Քարաջյանի ուղղությամբ, բայց նա ուշադիր չէր կարծես թե հակառակ դեպքում հանգիստ կարելի էր ընդունել ձախ եզրում ազատ տարածություն կար, մեծ չէր, բայց ամենայն դեպս կարելի էր դա օգտագործել։ Շեկոյան, բայց առաջին հերթին մարմնով Շեկոյանը մրցակցի ֆուտբոլիստին թույլ չտվեց հասնել գնդակին։ Նոյան տեսեք, նորից Սելտիկի ֆուտբոլիստները 4 խաղացողներով մրցակցի կիսադաշտում են։ Շեկոյան դեպի Թոփալ-Քարաջյանի ուղղությամբ, առայժմ այս համագործակցությունը չի ստացվում Ռեալի ֆուտբոլիստների։ Երեք ֆուտբոլիստներ են այստեղ Ռեալի, լավ փոխանցում Թոփալ-Քարաջյանի ուղղությամբ, հերթական անհաջող գործողությունը եւ եզրային նետումը Սելտիկի խաղացողները իրացնում են։ Չստացվեց, զգուշ է պետք լինել հիմա Սելտիկի խաղացողներին, այսպեսի դիրքում Տուգանային հրապարակին մոտ այդպիսի սխալներ չի կարելի թույլ տալ, որովհետև այնտեղ միշտ հերթապահում են Ռեալի ֆուտբոլիստներն ու հասնել արդյունքի Տուգանային հարված, կանոնների խախտում կար այստեղ ու Սելտիկը կիրացնի Տուգանային հարված։ Դիրքը սուր է, գիտեմ, եթե կա ձախ ոտքից սարվածների տիրապետող ֆուտբոլիստ, ապա գուցե հնարավորություն լինի հարվածելու, թե չկա, ապա փորձում են կխաղարկեն Տուգանային Սելտիկի խաղացողները։ Գնդակի մոտ է Սելտիկի ավագը Նորայր Հովսեփյանը։ Ուշադրություն, մրցավարը հիմա թույլ կտա Տուգանայինը, կասուլիչը մրցավարի Հովսեփյան փորձեց դեպի մոտակա անկյուն ուղարկել գնդակը, բայց հաջող չէր այդ հարվածը, իրենց վրա ընդունեցին պատկազմած ֆուտբոլիստներն ու եզրային նետում ընդամենը Սելտիկի ֆուտբոլիստների համար։ Իրացված է նետումը։ Հովսեփյան Ում է գնդակն առայժմ Սելտիկի մոտ, Ռեալը ոչ մի կերպ չի կարողանում գնդակը հանել սեփական կիսադաշտից, իսկ Սելտիկը աստիճանաբար այսպես մոտենում է մրցակցի Տուգանային հրապարակին։ Բարձրից վտանգավոր է Թոմոյանը կարողանում է հեռացնել առայժմ, բայց նորից առայժմ, քանի որ գնդակը կրկին մնում է Սելտիկի խաղացողների մոտ ու այնքան անգործ է մնացել Սելտիկի դարպասապահ Վրեժ Գրիգորյանը, որ հիմա տեղակայվել է դաշտի միջին հատվածում, դաշտի կենտրոնում ուղղակի։ Առանց աշխատանքի է առայժմ Վրեժ Գրիգորյանը, սպասում է Ռեալի գրողներին, բայց դեռևս իրենց իր խաղանկերները իրավունք են ստացել իրացնելու Տուգանային հարված։ Լսում եմ մրցավարի սուլիչի ձայնը։
Հեռացնում է Թմոյանը, բայց նորից ոչ այնքան հեռու։ Այս եզրային նետումը Ռեալի խաղացողներին է կարծես թե ցույց է տալիս մրցավայրը։ Այո, Ռեալը իրացել է եզրային նետումը, երկար փոխանցում կրկին Թոփալ Քարաջյանի ուղղությամբ կրկին անհաջող։ Այժմ կարծես թե խաղանկերները ինչպես հարկն է չեն կարողանում գտնել այս ֆուտբոլիստին։ Փորձում են նրա ուղղությամբ ուղարկել գնդակը, բայց արդեն որերորդ անգամ անհաջող են այդ փոխանցումները, իսկ եթե կարողանա այստեղ ստանալ Թոփալ Քարաջյանը գնդակը, ես նկատել եմ, որ 3 փոխանցումների ժամանակ էլ ազատ տարածություն ունենում է առջևում ու կարող է այդտեղ սրություն մտցնել, մանավանդ որ առջևի գծում ունի խաղանկեր Դմիտրի Լուկյանչիկը, ևս մեկ վտանգավոր ֆուտբոլիստ Ռեալի կազմում ու կարող են երկուսով տանկ ստեղծել Սելտիկի դարպասի մոտ, իսկ սա Նորայր Հովսեփյանի անհաջող հարվածն էր, փորձեց ընթացքից բռնել գնդակը, Արդյունավետ հարվածի համար չստացվեց այդ հարվածը եւ ազատ հարված Ռեալի դարպասից։ Մեզ մոտ արդեն 17-րդ րոպեն է ընթացքի մեջ։ Երեք րոպե մի փոքր ավելի մինչև առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտը առանց դարպասի գրավման առայժմ։ Առանց դարպասի գրավման, բայց համաձայնեք նույնիսկ առանց դրա առանց գոլերի էլ մենք տեսնում ենք շատ հետաքրքիր խաղ։ Երկու թիմերի կողմից էլ հարձակողական ֆուտբոլ։ Արագություններ։ Եվ իհարկե կարող ենք ասել, որ սա երկու թիմերի գործադրած ջանքերի արդյունքն է, որ նախ չկա դարպասի գրավում։ Եվ երկրորդը, որ կա հետաքրքիր խաղ։ Խաչատրյան Կանոնների խախտում գտավ այստեղ հանդիպման մրցավարը եւ նշանակեց տուգանային հարված։ Մրցավարի կարծիքով կանոնները խախտել էին Սամվել Խաչատրյանի հետ պայքարում եւ հիմա Սելտիկը նորից հնարավորություն ունի սպառնալու մրցակցի դարպասին տուգանային հարվածով։ Դավիթ Մուսախանյանն է գնդակին։ Սելտիկի 9 համար նա պատրաստվում է իրացնել այս տուգանայինը կասուլիչը մրցավարի Մուսախանյան ցածից հարվածեց Մուսախանյանը փոփոխություն Ռեալի կազմում Ռեալի ֆուտբոլիստները նետվել են առաջ, մենք շարունակում ենք հետևել խաղի ընթացքին։ Իսկ հիմա Սելտիկի հակագրողն է փոխանցում ձախ եզր Սախանյան բարձրից փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ եւ հանգիստ գնդակը վերցնում է դարպասապահը Սևակ Գալստյանը անմիջապես ուղարկում առաջ անկերոջ ուղղությամբ ազատ հարված Սելտիկի դարպասից Որից Սելտիկն է անցել գրոհի Շեկոյանն է մտել պայքարի մեջ ու կարողացավ փլել գնդակը Շեկոյանը Կրկին ուժեղ էր փոխանցումը դեպի առջևիգից ու ազատ հարված նորից Սելտիկի դարպասից ու վարկյաններ մինչև առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտը Մեկ րոպեից մի փոքր քիչ մինչև առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտը տեսնենք որքան կավելացնի մրցավարը Ու այո, հետաքրքիր կլինի հետևել երկրորդ խաղակեսին Քանի որ առաջին կեսում դարպասի գրավում չկա, բայց առայժմ չկար, իսկ հիմա Սամվել Խաչատրյանը կարող էր բացել խաղի հաշիվը, եթե չշտապեր, համոզված եմ, որ սա շտապողականության արդյունք էր։ Սխալվել էր այնտեղ դարպասից դուրս գալիս Սևակ Գալստյանը։ Եվ Խաչատրյանը լավ հնարավորություն ուներ։
Չօգտագործեց այդ հնարավորությունը Մուսախանյան, լավ հարկեցին հիմա Սելտիկի ֆուտբոլիստները, հերրու տարածությունից լավ հարված եւ նորից ազատ հարված Ռեալի դարպասից։ Սանմեկերորդ րոպեն է ընթացքի մեջ, ժամանակային առումով դեռ ժամանակ կա։ Զանգվել էի, որ վարկյաններ, բայց ոչ, 21-րդ րոպեն է, բնականաբար դեռ ժամանակ կա։ Եվս մեկ լավ հարված։ Էդվարդ Մանուկյանն էր հարվածողը Սելտիկի կազմում։ Այնպես որ այո, դեռ կա, դեռ 21-րդ րոպեն է, 4 րոպեից մի փոքր ավելի, մինչև կեսի հիմնական ժամանակի ավարտը։ Մուսախանյան, պետք էր հուշել։ Թիկունքից մոտենում է Սերբցի ֆուտբոլիստը։ Սխալվում են Ռեալի ֆուտբոլիստները նորից Մուսախանյան ու կանոնների խախտում Դավիթ Մուսախանյանի հետ պայքարում։ Կանոնները խախտել էր Ալեքս Ռուբենյանը։ Ամեն ինչ կարգին։ Մուսախանյանը կանգնեց, Սելտիկը պատրաստվում է իրացնել տուգանային հարված, գնդակի մոտ է Էդուարդ Մանուկյան։ Մոտ են կազմում Ռեալի ֆուտբոլիստները երկու խաղացողներով։ Սպասում են մրցավարի Սուլիչին։ Սուլիչը Մանուկյան հարված նորից բարձր է ընթանում այս հարվածը եւ նորից մեզ մոտ հաշիվը մնում է անփոփոխ։ 0-0 հիշեցնեմ, հետևում ենք ԱՄՖ քափ մրցաշարի 3-րդ տուրի խաղային առաջին օրվա վերջին հանդիպմանը Մադրիդի Ռեալն ուժերն է չափում Սելտիկի հետ։ Առայժմ 0-ներ, Սելտիկն է անցել գրոհի, թույլ է փոխանցումը։ Բենյան, փոխանցում ետ, Շեկոյան։ Լավն էր փոխանցումը։ Ընկերոջ ուղղությամբ Բառնաշփոթ մի տեսակ հիմա ստացվեց Սելտիկի կիսադաշտում, բայց կարծես հիմա Սելտիկը դուրս է գալիս դրանից։ Աչից միացնում են Մարգարյանին։ Դեպի հեռավորանկյունը ուժեր էր Մանուկյանի ուղղությամբ այս փոխանցումն ու ազատ հարված Ռեալի դարպասից։ Քսանչորսերորդ րոպեն է ընթացքի մեջ, 0-0 Ռեալ Սելտիկ խաղում։ Ռուբենյան, թույլ է փոխանցումը Ռուբենյանի, Հովսեփյան։ Երկար պայես գնդակը իր մոտ Հովսեփյանը եւ թույլ է տալիս կանոնների խախտում։ Նա պատրաստվում է տուգանային է իրացնել Ալեքս Ռուբենյանը։ Սիս փոխանցում, տեղում է Վրեժ Գրիգորյանը, Սելտիկի դարպասապահը։ Բացեցին Ռեալի խաղացողները Զախ եզրում են, որքին այստեղ թեժ պայքար Զախ եզրում։ Բակն առայժմ Ռեալի խաղացողներինն է։ Պաշտպանությունում կար տարբերակ։ Մանուկյան, ոչինչ այստեղ չկա, Ռուբենյան ուշացրեց, ակնհայտորեն ուշացրեց այս հարվածը Ռուբենյանը։ Հարված էր պետք կատարել, ապա դա պետք էր անել ավելի շուտ, ավելի վաղ։ Մանուկյան, տարվեց անհատական խաղով Մանուկյանը, կոչեց իր հնարավորությունը Ռուբենյան, ուժեր էր։ Եվ եզրային նետում, ընդամենը։ Այ հիմա արդեն մի քանի վայրկյանից հաստատապես հանդիպման առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտն է։ Լեցին գնդակը Սելտիկի ֆուտբոլիստները, փոխանցում Զախ Եզր։ Եզրային նետում, Մանուկյանն է վերցնում գնդակը, շտապում են Սելտիկի խաղացողները, Մանուկյան։
Ցանցում ետ։ Եվ այստեղ լսվում է մրցավարի սուլիչի ձայնը, հարգելի ֆուտբոլասերներ, առաջին կեսը մեզ մոտ ավարտվեց առանց դարպասի գրավման, կվերադառնանք կարճ դադարից հետո։ Շարունակում ենք հետևել Ռեալ Մադրիդ Սելտիկ հանդիպման երկրորդ խաղակեսին, սա ՄՖԿ մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրի, այսինքն ընդհանուր առմամբ երրորդ տուրի խաղային օրվա վերջին հանդիպումն է։ Դեռ այս խաղում դարպասի գրավում չկա։ Առաջին կեսը հիմնականում անցավ շատ հետաքրքիր պայքարում, երկու թիմերի կողմից էլ հետաքրքիր խաղ տեսանք, վտանգավոր պահ, լավ պայքար, բայց գլխավոր վիճակագրությունը առայժմ հավասար է։ 0-0 լուսատախտակին։ Սելտիկի ֆուտբոլիստները գնդակով են, լավ փոխանցում էր հետևել դեպի մրցակցի տուգանային հրապարակ։ Հիմա, գիտեք, ավելի շատ նմանվում է այնպիսի խաղի, որտեղ թվում է թե կհաղթի այն թիմը, որը կփի մեկ գնդակ։ Ահա այդպիսին է տպավորությունը, չգիտեմ։ Որտեղ պայքարը այնքան խիտ ու թեժ է, որ չեմ կարծում, որ լինի գոլառատ։ Մեր ցանկությունն է բնականաբար տեսնել հնարավորինս շատ խփած գնդակներ, բայց տպավորությունն այնպիսին է, որ այս խաղում ելքը վճռելու է դարպասի ընդամենը մեկ գրավումը։ Հուսամ կսխալվեմ եւ մի փոքր դադար, քանի որ այդ դադարը խնդրել է դարպասապահը։
Ամեն ինչ կարգին է եւ հիմա մրցավարը թույլ կտա շարունակել հանդիպումը։ Ազատ հարված են իրացնում Ռեալի ֆուտբոլիստները։ Կար փոխանցում առաջ։ Պայքար դաշտի կենտրոնում Սելթիկի ֆուտբոլիստները վերցրեցին գնդակը, Մարգարյանը խաղարկում է Հովսեփյանի հետ։ Փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, նորից Հովսեփյան, կարելի հանգիստ շրջվել։ Անգարով ոչինչ չկա, Հովսեփյան դեպի կենտրոն։ Մուսախանյան։ Կրկին դեպի պաշտպանություն, նորից Մուսախանյան։ Ու եզրային նետում հաջող գործեց Ռեալի պաշտպանը։ Հովսեփյան գործեց առաջ նետել Մարգարյանին, հիմա հետևում է Ռեալի հակագրողը կարծես թե Շեկոյան։ Ված չէր մտածել Շեկոյանը, այդ ուղղությամբ շարժվում էին երկու խաղանկերներ, գուցե նրանցից մեկին հաջողվեր հասնել գնդակին, բայց սա էլ վատ տարբերակ չէր։ Եզրային նետման իրավունք է ստացել Ռեալը։ Կենտրոն ու 11 մետրանոց հարված է նշանակում մրցավարը Սելթիկի դարպասի ուղղությամբ չշտապենք արձանագրել դարպասի գրավում 11 մետրանոց եւ այլն, մենք թերևս սպասենք մրցավարին, որը դիտելու է կրկնապատկերը։ Հիմա կրկնապատկերից հետո վերջնական որոշումը կկայացնի մրցավարը արդյոք այնտեղ կար կանոնների խախտում թե չէ։ Առաջին հայացքից կար, որտեվ այնքան էլ ֆուտբոլային չէր այդտեղ պայքարը, բայց սպասենք նորից մրցավարի որոշմանը։ Վերադարձավ մրցավարը խաղադաշտ, մենք էլ վերադարձանք խաղի մեջ եւ հանդիպման մրցավարը արձանագրել է կանոնների խախտումն ու հիմա Ռեալը կիրացնի 11 մետրանոց հարված ու շատ լավ հնարավորություն Ռեալի համար հանդիպման հաշիվը բացելու։ Ամբողջ ուշադրությունը Սելթիկի դարպասապայի ուղղությամբ առաջին հերթին Վրեժ Գրիգորյան այսօր մի քանի անգամ փրկել է իր թիմին։ Տեսնենք այս անգամ կհաջողվի դա անել թե ոչ։ Արտյոմ Գրիգորյանն է պատրաստվում հարվածել։ Ուշադրություն, կարևոր պահ է հիմա այս հանդիպման, հարված եւ գոլ։ Հարված եւ գոլ, դարպասապահը գրեթե կռահել էր հարվածի ուղղությունը, բայց շատ ուժեղ էր, անկեղծ ասենք, շատ ուժեղ էր այդ հարվածը եւ Ռեալը բացում է հանդիպման հաշիվը, 33-րդ րոպեն է մեզ մոտ ընթացքի մեջ, վերջապես ունենք արդյունավետ հարված 1-0 Ռեալի օգտին,
Այս գոլը կբացի նաև Celtic-ի ֆուտբոլիստներին։ Ների խախտում չկա։ Սխալվում են հիմա Celtic-ի ֆուտբոլիստները շատ պարզ իրավիճակում մինչդեռ հանգիստ է պետք խաղալ։ Այո, հիմա այս բաստողած գնդակը պետք է առաջ մղի Celtic-ի խաղացողներին, քանի որ երկրորդ խաղակեսն է, 33-րդ րոպեն է։ Արդեն ժամանակը աշխատելու է Ռեալի օգտին, հետևաբար Celtic-ը ձգտելու է տալ այս խաղամրցակցին, ձգտելու է չպարտվել առնվազն։ Celtic-ն անցել է գրոյի, Մարկարյան շատ լավ փոխանցում, արված մի անգամից, հետևեց Դավիթ Մուսախանյանի կատարմամբ եւ այո ակտիվացավ Celtic-ը, այնպես չէ որ պասիվ էր, բայց ստողած գոլից հետո ավելի ձգտելու է Celtic-ը հասնել հաջողության։ Ռեալն էլ իր հերթին խփած գոլից հետո առաջին հերթին ցանկանալու է բաց չթողնել սեփական դարպասը եւ երկրորդ հերթին հնարավորության դեպքում այո մրցացնել հաշվի տարբերությունը։ Այնպես որ շատ հետաքրքիր է ստացվելու խաղի մնացած ժամանակահատվածը։ Celtic-ը կիրացնի հիմա եզրային նետումը դեպի ետ։ Ուլեր այս փոխանցումը, բայց գնդակը մնաց Celtic-ի մոտ, Մանուկյան խաղարկում է պաշտպանության գծով, Մարկարյան։ Արջևի գծում միայն Մուսախանյանն է։ Հույստվեց հիմա Մանուկյանը վնասվածքից այնտեղ կար վտանգավոր սահանքում, խլում են գնդակը Celtic-ի խաղացողները կարճ ժամանակով Մուսախանյան։ Եվ դարպասապահը մինչև վերջ մնաց խաղի մեջ, մինչև վերջ Սևակ Գալստյանը ի վերջո նաև ինքը կարողացավ գնդակը հանել եզրից։ Լովա Պողոսյանը Ռեալի կազմին պատրաստվում է իրացնել եզրային նետում։ Թմոյան, Տոպար Քարաջյան, նորից Թմոյան։ Նկատել էր Թմոյանը արջևի գծում Լուկյանչիկին ուղղությամբ էր հետևել փոխանցումը, բայց չհասավ գնդակը Լուկյանչիկին, Celtic-ի խաղացողները անցել են գրոհի, արված եւ տեղում է դարպասապահ եւ սա մրցավարը կարող է դիտել որպես փոխանցում դարպասապահին, սա արդեն մրցավարի որոշումն է, ինչպես կմեկնաբանի այս պահ, բայց սա շատ նման էր դարպասապահին ուղիղ փոխանցման։ Celtic-ի ֆուտբոլիստներն են, Մարկարյան կարելի էր առաջինը հասնել գնդակին, մարմնով փակել մրցակցի ճանապարհը, առաջինը հասնել գնդակին ու պահել գնդակի իր մոտ։ Դարպասապահը պետք է ավելի վաղ դուրս գար, ոչ այսպես։ Ավելի վաղ պետք է դուրս գար եւ վերցներ այս գնդակը։ Չենք արձանագրում առայժմ դարպասի գրավումը։ Քանի որ պետք է սպասենք մրցավարի որոշմանը։ Նորից վիճելի դրվագ մեզ մոտ ու նորից մրցավարը ստիպված է լինելու դիտել կրկնապատկերը։ Կապված նախորդ դրվագի հետ կարծում եմ կհասկանանք կրկին դադար մեզ մոտ ու տեսնենք ինչ է արձանագրելու խաղի մրցավարը։ Չկա դարպասի գրավում, մրցավարը չարձանագրեց դարպասի գրավումը։
Եվ հիմա մրցավարը գտավ նախորդ դրվագի հետ կապված, որ փոխանցում էր դարպասապային։ Ես դրա մասին խոսեցի, որ այն դիրքից, որտեղ տեղակայված է մեկնաբանական խցիկը, ավելի շատ նման էր այդ փոխանցմանը, այս որոշումը մրցավարինն է։ Հիմա մրցավարը գնաց դիտեց կրկնապատկերը եւ որոշեց, որ այո, այնտեղ փոխանցում կար դարպասապային ու հիմա ազատ հարված։ Ազատ հարված է իրացնելու Celtic-ը, սա 11 մետրանոց չէ, սա ուղղակի ազատ հարված է։ Երկու հարվածով պետք է իրացնել են որում այս հարվածը եւ հիմա ամբողջ կազմով Ռեալը գտնվում է դարպասային հրապարակի մոտ։ Հիմա տեսնենք ինչպես կխաղարկեն Celtic-ի ֆուտբոլիստները։ Հիմա ամբողջ կազմով այո Ռեալը պատ է կազմելու դարպասային հրապարակում, դարպասային գծի վրա։ Այնպես չէ, որ այս դիրքերից միշտ է հեշտ գրավել մրցակցի դարպասը եւ միշտ է հաջողվում գրավել մրցակցի դարպասը։ Սա դեռ այն չէ, որ Celtic-ը կարող է դառնալ գոլի եղինակ։ Քանի որ տեսեք որքան շատ ֆուտբոլիստ կա դարպասում։ Պետք է կարողանալ գնդակը անցկացնել ինչ-որ կերպ։ Ազատ հարված է սա, ուղիղ հարված չի կարելի կատարել, հետևաբար պետք է խաղարկվի գնդակը։ Ուշադրությունը Ռեալի դարպասի ուղղությամբ։ Տեսեք ինչպես են պատկազմել Ռեալի ֆուտբոլիստները, հետաքրքիր պահ է։ Շատ հետաքրքիր պահ է։ 40-րդ րոպեն է մեզ մոտ արդեն ընթացքի մեջ։ Հարված եւ գնդակը չի հայտնվում Ռեալի դարպասում, այն ինչի մասին ես քիչ առաջ նշում էի, որ այսպիսի ազատ հարվածները կարող եմ ասել հազվադեպ են ավարտվում դարպասի գրավմամբ։ Սեպյան նորից դարպասապահը դուրս եկավ տեղից, ոչինչ այստեղ չկար։ Ռեալի խաղացողներն են գնդակով Լուկյանչիկ, Թմոյան, Ռեալը նետվում է հակագրոհի, կրկին ուժեր էր փոխանցումը Լուկյանչիկի ուղղությամբ ու եզրային նետում։ Հաշիվը մնում է անփոփոխ, մեզ մոտ 1-0 առայժմ Ռեալի օգտին, Celtic-ը լավ հնարավորություն ուներ հավասարեցնելու խաղի հաշիվը, բայց այս ազատ հարվածը չկարողացան արդյունավետ իրացնել։ Իրացվեց, վերջապես իրացվեց եզրային նետումը, Շեկոյան, Ռեալի ֆուտբոլիստներն են գնդակով, կմնան նրանք առայժմ։ Նոյան, փոխանցում պաշտպանության կենտրոն, ուժեղ հարվածով հանել է պետք, տեսելանում են, Լուկյանչիկն է պայքարում այնտեղ գնդակի համար, բարձրահասակ Լուկյանչիկը փոքրահասակ մրցակցի հետ պայքարեց, հաղթեց այդ պայքարը, բայց գրոհի շարունակությունը հաջող չէր Ռեալի համար։ Սեպյան, փոխանցում առաջ, Մուսախանյան, եթե հաջող կասեցներ գնդակը հեռու չթողներ գնդակը իրենից, ապա կարելի էր շրջվել ու հարվածել դարպասին, միգուցե ստացվել, իսկ այսպես անհաջող էր առաջին հերթին կասեցումը, բայց Celtic-ը շարունակում է ուղիներ փնտրել, Celtic-ը կորցրեց փայլուն հնարավորություն խաղի հաշիվ հավասարեցնելու համար, չօգտագործելով ազատ հարվածը, բայց հիմա շարունակում է ուղիներ փնտրել խաղը փրկելու համար։ Հովսեփյան, հասավ գնդակին Հովսեփյանը, վատ չէր նկատել խաղանկերոջը, բայց Էդուարդ Մանուկյանի ուղղությամբ այդ փոխանցումը մի փոքր ուժեղ էր ու եզրային նետումը իրացնում է Վովա Պողոսյանը, Ռեալի պաշտպանը։ Ընթացքի մեջ է մեզ մոտ 42-րդ րոպեն, հարգելի ֆուտբոլասերներ, ՍԱՄԽ քափ մրցաշարի երրորդ տուրի խաղային առաջին օրվա վերջին հանդիպումն է Ռեալ Մադրիդ Celtic։ Առայժմ դիպուկ իրացված 11 մետրանոցը 1-0 հաշվով հաղթանակ է պարգևում Ռեալին։ Լուկյանչիկն է վերցրել գնդակը։
Մնաց գնդակը Ռեալի մոտ, նորից պատրաստ է Լուկյանչիկը, մաքուր էր սահանկումը։ Նորից ուժային պայքար, բայց սխալ փոխանցում Արշևիկից։ Դժգոհեցին խաղանկերները։ Արտաշես Թովմասյանից, քանի որ 3 ֆուտբոլիստ կար Ռեալի կազմից, Արշևի գծում մրցակցի կիսադաշտում եւ այո հանգիստ Պաշտպանությունից դուրս գալու դեպքում կարելի էր այնտեղ գտնել ազատ խաղանկերներին։ Խաչատրյան, արագաշարժ ֆուտբոլիստ է Խաչատրյանը, նախորդ խաղում շատ լավ տպավորություն թողեց այս ֆուտբոլիստը։ Այսօր առայժմ որոշակի աննկատ է։ Որոշակի աննկատ է, բայց դեռ ժամանակ ունի իրեն ցույց տալու։ 44-րդ րոպեն ընթացքի մեջ է, 6 րոպե մի փոքր ավելի մինչև հիմնական ժամանակի ավարտը եւ կասկած չկա որ մրցավարը կավելացնի հիմնական ժամանակին, հետեւաբար գուցե 9 րոպե մինչև խաղի ավարտը ընդհանուր առմամբ։ Խաչատրյան աճեզրում ստանում է փոխանցումը։ Կյան Մարկարյան Մանուկյան Թույլ էր փոխանցումը Մուսախանյանի անկերոջ ուղղությամբ Հովսեփյանի հարվածն չստացվեց, կրկին գնդակը Ռեալի ֆուտբոլիստների մոտ է։ Այո, շատ հետաքրքիր խաղ ստացվեց, շատ լարված, դիտարժան, ապացույցը այն հաշիվն է, որը լուսատախտակին է, 1-0 սա խոսում է իրապես լարված պայքարի մասին։ Երկու արժանի մրցակիցներ Մուսախանյան ու վերջին պահին կարողացավ գնդակը հանել Արտյոմ Գրիգորյան։ Եվս մեկ հարված, վտանգավոր հարված էր, բարձր ընթացավ գնդակը։ Անկյունային է ցույց տալիս մրցավարը։ Սավարի կարծիքով այնտեղ դարպասապայից կար անդրադարձ։ Հետևեց հարված դեպի մոտակա անկյունը ու նորից տեղում էր Սևակ Գալստյանը։ Լավ հարված ստացվեց Արման Մարկարյանի կողմից, եւս մեկ գեղեցիկ հարվածի փորձ, այս անգամ Էդուարդ Մանուկյանն էր հարվածային դիրքում։ Լինի արդյոք հարված, չկա ձեռքով խաղ։ Ռեալի խաղացողները գնդակով են, հանձնեցին Սելտիկի ֆուտբոլիստներին, Էդուարդ Մանուկյան, չորս պայքար, կոշտ պայքար ավելի շուտ այնտեղ կար։ Մոյան, այստեղից կարելի է հանել ու պետք է հանել գնդակը։ Այնտեղ այլևս շարունակություն չկա, խնդրեմ։ Թույլ չի տալիս Հովսեփյանը մրցակցի ֆուտբոլիստին անցնել ձախ եզրով առաջ։ Թովմասյան, միգուցե կամ նկատել էր Լուկյանչիկին, կամ ենթագիտակցաբար հասկանում էր, որ Լուկյանչիկը գտնվում է այնտեղ եւ փորձեց գնդակն ուղարկել խաղընկերոջ ուղղությամբ, սակայն չստացվեց։ Պայքար գնդակի համար Թմոյան, թույլ էր Թմոյանի փոխանցումը, գնդակը մնաց Սելտիկի ֆուտբոլիստների մոտ, դրա համար չդադարեցրեց խաղահանդիպման մրցավարը Մուսախանյան։ Շեկոյան, շարժում Շեկոյանը, Սեփյան, Սելտիկն է գնդակով, Մանուկյան, կանոնների խախտում կար Արտաշես Թումասյանի կողմից, արագ խաղարկում են Սելտիկի ֆուտբոլիստները, Մուսախանյան, Մանուկյան, Հովսեփյան, հեռու տարածությունից հարված բարձր էր։ Ու առայժմ 1-0, բայց ակնհայտ է, որ Սելտիկը ցանկանում է ել ավելի մեծացնել ճնշումը այս խաղում չպարտվելու համար։ Թովմասյան, դեպի կենտրոն, Թմոյան։ Չասավ գնդակին Լուկյանչիկը, բայց Ռեալն է մնում գնդակով։ Ուշադրությունը Սելտիկի տուգանային հրապարակին։ Ռեալն իրացնում է եզրային նետում, բարձրից փոխանցում նորից
Լուկյանչիկի ուղղությամբ էր այդ փոխանցումը, Խաչատրյան նկատել է Մուսախանյանին ու հասցրեց փոխանցել գնդակը։ Մուսախանյանի ուղղությամբ Մարգարյանը ձախից միանում է, Մուսախանյան հեռու տարածությունից վտանգավոր էր այս արվածը եւ միայն դարպասապայի սլացիկ ցածկը եղեց գնդակի ուղղությունը, Սելտիկն իրացնում է անկյունային հարված։ Մանուկյանն է գնդակի մոտ, Մարգարյան եւս մեկ հարված, ազատ հարված։ Ռեալի դարպասից 48-րդ րոպեն է ընթացքի մեջ, 2 րոպե մի փոքր ավելի մինչև հիմնական ժամանակի ավարտը ու կսպասենք տեսնենք թե որքան կավելացնի մրցավարը։ Հիմնական ժամանակին մենք դադարներ ունեցանք երկրորդ խաղակեսում, այնպես որ կասկած չկա որ կփոխհատուցվի։ Հեռացված է գնդակը, Մանուկյան։ Ձերքով խաղ Մանուկյանի կողմից արձանագրում է մրցավարը, Ռեալը իրացնում է տուգանային հարվածը, Դավիթ Թմոյանն է գնդակի մոտ։ Փոխանցում։ Հանգիստ պահում են գնդակը Սելտիկի ֆուտբոլիստները, դուրս են գալիս իրենց կիսադաշտից։ Այս պետք է գալ օգնության, 3 ֆուտբոլիստով բարդ էր 5 ֆուտբոլիստի մեջ գրոհ անցկացնել։ Մարգարյան։ Հովսեփյան, աչից միանում է Խաչատրյանը։ Թմոյան։ Ուժեղ էր այս փոխանցումը, Սելտիկը կրկին խլեց գնդակը, նորից սխալվեցին։ Շեկոյան։ Չկա, կանոնների խախտում այստեղ, բայց եզրային նետումը Ռեալի ֆուտբոլիստներինն է։ 1 րոպե մինչև հիմնական ժամանակի ավարտը։ 1 րոպե մինչև հիմնական ժամանակի ավարտը, 4 րոպե ավելացնում է մրցավարը հիմնական ժամանակին։ 3 րոպե ավելացրեց մրցավարը հիմնական ժամանակին։ Ընդհանուր առմամբ 4 րոպե ունենք խաղի ավարտին, 1-0 առայժմ Ռեալը հաղթում է Սելտիկին։ Այս խաղում առայժմ ամեն ինչ վճռում է դիպուկ իրացված 11 մետրանոց հարվածը։ Բայց արդեն հիմա կարող ենք շնորհավորել երկու թիմերին էլ, անկախ նրանից ով կհաղթի կամ կավարտվի այս խաղը ոչ ոքի թե ոչ, երկու թիմերին էլ շնորհավորենք շատ լավ խաղի համար։ Առնվազն դիտարժան պայքար ապահովեցին Մուսախանյան եւ Ռեալը հրաշքով հիմա փրկվում է գոլից, Սևակ Գալստյանը ամեն ինչ արեց ու թույլ չտվեց Մուսախանյանին գրավել դարպասը։ Խաչատրյան, բարձրից փոխանցում եւ գոլ, սխալվում է Ռեալի դարպասապահ Սևակ Գալստյանը եւ դառնում է ինքնագոլ, սակայն իհարկե Սամվել Խաչատրյանին առանձնակի գովեստի խոսքեր, որ փորձեց այդ փոխանցումը բարձրից, որի արդյունքում սխալվեց Ռեալի դարպասապահ Սևակ Գալստյանը, որը ամբողջ հանդիպումը շատ լավ անցկացրեց, բայց խնդրեմ դարպասապահի գործն է այսպիսին, ընդամենը մեկ փոքր սխալ եւ կարող ես ամբողջ հանդիպումը այսպես արդյունքը փոխել։ Վրեժ Գրիգորյանն է գնդակով։ Այ հիմա հետաքրքիր կլինի վերջին 2 րոպեին հետևել։ Հաշիվը հավասար է, Ռեալը ձեռքից բաց է թողնում այս պայծրությամբ հաղթանակը։ Բնականաբար ցավալի է ամբողջ հանդիպման ընթացքում պայքարել, երկրորդ խաղակեսում իրացնել 11 մետրանոցը, ստանալ առավելություն հաշվի մեջ, մինչև վերջին րոպեները պահել այդ առավելությունը, բայց այսպիսի գոլ բաց թողնել ու կասկածի տակ դնել հաղթանակը։ Մուսախանյանն է վերցրել գնդակը, Սելտիկը նետվել է առաջ, խփելու եւս մեկը Շեկոյան։ Մուսախանյան, կանոնների խախտում կար Մուսախանյանի հետ պայքարում, արձանագրել է մրցավարը։ Տեսնենք, մնաց 1 րոպե մինչև խաղի ավարտը։
Դավիթ Մուսախանյանը իրացնելու է տուգանային հարված։ Եվ ճիշտ ասած մենք էլ չնկատեցինք այնտեղ ինչ տեղի ունեցավ, որովհետև ամբողջ ուշադրությունը այստեղ էր գնդակի վրա, թե ինչպես է տուգանային իրացնելու Մուսախանյանը, հետևաբար մենք չենք կարող ասել այնտեղ կար կանոնների խախտում թե ոչ, թե կար, ապա մրցավարը կրկնապատկերով կնայի կրկնապատկերը դրվագը եւ կորոշի։ Արդյոք կար այնտեղ խախտում թե ոչ։ Երևի թե սպասենք դարպասապային մրցավարին առաջին հերթին։ Վերադառնում ենք խաղադաշտ հարգելի ֆուտբոլասերներ, բայց Celtic-ը պետք է իրացնի իր տուգանային հարվածը։ Դավիթ Մուսախանյանը դնում է գնդակը, սպասում է տուգանային հարվածը իրացնելուն եւ տեսնենք, սա լավ հնարավորություն է Celtic-ի համար հանդիպման վերջին վայրկյաններին եթե հաջողվի արդյունավետ իրացնել, ապա խփել հաղթական գնդակը, բայց տարածությունը բավական մեծ է։ Տեսնենք, կհաջողվի արդյոք արդյունավետ հարվածել։ Ուշադրություն, Դավիթ Մուսախանյանն է հարվածային դիրքում, Celtic-ն իրացնում է տուգանային հարված, Մուսախանյան, ուժեղ էր հարվածը, բարձր էր հարվածը եւ այստեղ լսվում է հանդիպման մրցավարի ցուլիչի ձայնը, շատ հետաքրքիր, շատ լարված ու դրամատիկ խաղն ի վերջո ավարտվում է ոչ ոքի արդյունքով, Real Celtic 1-1, շնորհավորում ենք երկու թիմերին էլ այս լավ հետաքրքիր դրամատիկ ու գեղեցիկ խաղի եւ մեկ միավոր վաստակելու արդիվ, այսքանով ավարտում ենք այս ռեպորտաժը եւ կհանդիպենք AMF Cup մրցաշարի շրջանակում։